Իհարկե, այն ինչ որ արեցին իրականում Այո, պարոն Գեղամյան, ես ուզում եմ այդ ձեր ասացի առիթով հիշեցնել Իլհամ Ալիևի այս դեպքում շատ դժվար վիճարկվող մի հայտարարություն, որ կարևորը անունը չի, Tripk Conches Zaghi, որ իհարկե ճիշտ ասում, դրա բովանդակությունը ստացել է։ Եվ վերջապես գալիս ենք հենց Բուն Ալիևին, այսինքն մեր վերջի թեմային։ Այդ Ֆիդանն էլ է միջելուց ասել։ Վերջի ձեր հետակաց հարցազրույցում ինքը համարյա բառացի, հիմա ես մեջբերում ուղիղ չեմ կարող ասելա, որ ըստ էության սա մեզ համար, այսպես կոչված։ Բացի Երևանից բոլոր տեղերում էլ բոլոր ողջ։ Այստեղ Պիվավարի ասածը ճիշտ է։ Всё понимают, հա, բոլորն ամեն ինչ ասում։ Տեսեք, Վենսի հայց էլի մի հատ թեթև ակնկալիք կար, որ Բաքվում ու բարձրացնի գերիների հարց։ Իհարկե ես միջև Վենսի Բաքվի հայցը մի հատ կանխատեսում էի արել, որտեղ մենք շատ անհատամ քաղաքականություն ենք վարում որպես իշխանություն, ասենք մեր վարչապետը ուր գնում է, ասում հակամարտությունը վերջացած է, էջը փակված է, ամենասիրած արտահայտությունն է, չէ՞։ Այդ պարագայում մտածել, որ Միացյալ Նահանգները պետք է միակողմանի ճնշում աներ Բաքվի վրա, գերի բաց թողեն, այդ կլներ իլյուզիա։ Ես ենթադրում էի եւ ենթադրում եմ, որ եթե նույնիսկ գերիների հարց լուծվի, գործարքային տրամաբանությամբ լուծվելու, այսքան գերի ինչ-որ զիջման դիմաց եւ այլն։ Հիմա Ալիևը խոստովանեց կամ չթաքցրեց որպես այդ խնդիրը դրել է իր առաջ, բայց մոտավորապես հասկացրեց, որ Վենսին ասել է գնա քո կարևոր գործերով զբաղվի, այդ հարցում ակնկալիք մի ունեցի, կամ էլ ինչ-որ ընդհանուր հայտարարի չեն եկել ինչ-որ գործարքի շուրջ, ամենայն դեպս այս պահին խիստ մերժողական դիրքորոշում, ավելին նացիզմի հայրերի հետ համեմատում մեր Եվ ասում ավելի վատ։ Այո, ավելի վատ։ Սա մեկ, երկրորդը նա էլի պնդում է, որ սահմանադրությունը կփոխեք, որ կակնկալեք խաղաղության ստորագրումը, եւ երրորդը ասում է, որ Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը շատ իրական կդառնա, եթե հանկարծ Ղարաբաղ վերադարձի բան բարձրացնեք, չնայած առանց այդ բարձրացնելու էլ այդ իրականը դառնալու։ Ինչի մասին էր Եվ մի շատ կարևոր բան էլ ասենք, որ ԿՊՀ-ականները հանկարծ չասեն, մեր իրաց ներքին լսարանի համար էր ասում, բան, հարցազրույցը տրվել է Ֆրանս 24-ին կամ Ֆրանս պրեսին, հիմա չեմ հիշում, ամենայն դեպս տրվել է շատ ազդեցիկ, միջազգային ԶԼՄ-ի, ինչի մասին է այս բավականին կոշտ հարցազրույցը, այսպես ասեմ։ Ընդհանրապես, վերջերս հիմա փորձում եմ զուգահեռ ձեր ասածին հիշել, չեմ կարող ոչ մի ձև հիշել, որտեղ եմ կարդացել, ինչ որ գրքի մեջ եմ կարդացել, որտեղ ասում եմ մոտապես sense որ ասում եմ մի կողմից իմ բախտը չի բեր, որ իմ թշնամիները այսպեսին են, մյուս կողմից բախտս բերելով, որտեղ ուղիղ ամեն ինչ ասում են։ Հիմա մեր մոտապես մեր վիճակն է, որ մեր բախտը չի բեր, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր հարևաններն են, բայց մեր բախտը այդ առումով ահագին ներշտացել է, որ մենք իրանք ուղիղ երբեմն ասում են, հա։ Եվ այստեղ տեղին է հիշել էլի մի բան, որ ես շատ հաճախ եմ անդադար հիշեցնում մարդկանց, որ 1920 թվականին, երբ որ էլի Հայաստանը ոնց որ Քեմալն էր ասում, հենց իր հեռագրում 20 թվին նոյեմբերին ասում էր Հայաստանը պետք է նյութապես եւ տնտեսապես եւ ռազմականապես ամբողջությամբ վերացնել։ Այդ նույն հեռագրում ասում էին, որ թուրքերն ասում էին, որ Հայաստանի հետ խոսքով էսա պետք է անել, ճամփեքը վերցնել, կորիդորներ եւ այլն, ու վերջում ասում էին, այս ամենը անել այնպես, որպեսզի հայերի աչքին մշտապես երևաց խաղաղասեր։ Ոնց բառացի թուրքական հեռագրից ման, հիմա ոնց որ ասում ինչու նով, հա, ոչ մի նոր բան չկա եւ անդադ մենք տեսնում ենք այդ նույն մոտեցումը։ Ըստ այդմ պարբերաբար այդպես բան է տալիս ժողովրդական լեզվով ասած դուգա է տալիս մի կողմից որ այդ խաղաղասիրական հայտարարություններն անում են մեր լսարանն ուղված կամ ինչ-որ այդ սիմվոլիկ գործողություններ են անում հատկապես վերջերս բայց միևնույն ժամանակ ուսին երբ որ ամենօրյա աշխատանքին ես հետևում այնտեղ այդ հայկական սիմվոլիկությունը բանը խաղաղասիրությունը սիլիբիլները չկա այնտեղ կոնկրետ բանը հայկական գործողությունները պետական ամենատարբեր մակարդակում Հիմա գալով բուն հարցազրույցին եւ հարցազրույցում հնչածին, որը այս կոնտեքստում շատ կարևոր է անցնել, որ ինքը ինչքան էլ Ալիևը այդպես զուսպ լինի, այդպես գրագետ քարոզություն անի, բայց մեկը ինքը խոսալու լիքը լսարան ունի, այդ լսարանին պիտի ամեն մեկին մի բան տա, որտեղ դու կարաս էլի համադրելով այլ բաների հետ ջոկես, որն է իրականություն, որն է քարոզություն։ Հիմա երբ որ նայում ես այնտեղ մարդը ասում է, որ Արևմտյան Ադրբեջանի թեմա կա, ու եթե մենակ մնաս այդ խոսածածի մակարդակում, կասես, հա, դե լավ, երևի ասում է ընդամենը, բայց երբ որ դա համադրում ես
տասնյակ ու հարյուրավոր այլ փաստերի հետ, որ չգիտեմ, ասենք Ալիևի հիմնադրամը տալիս է 100-ից ավել գրանտ Արևմտյան Ադրբեջանը հետազոտելու, որ կա առանձին հեռուստաալիք Արևմտյան Ադրբեջան կոչվածի, կա, չգիտեմ, մանկավարժական համալսարանում հատուկ ամբիոն, որը պիտի բոլոր դասախոսներին կրթի այդ թեմայով, դու ասում ես, որ էսի մենակ հայտարարություն չի, այլ պետական ծրագիր է, հա։ Հիմա Բունոյի հայտարարության 3 կետի եմ ես ուզում անդրադառնալ, որը իմ կարծիքով շատ կարևոր է եւ մեր կոնտեքստում էական է խոսել, բարձրաձայնել ու հիշեցնել։ Առաջինը, որ Ալիևը փաստացի խոսելով Արցախի ընդհանրապես գերիների մասին, փաստացի ցույց է տալիս, որ դա այն ինչ որ տեղի ունեցել, դա ինչ որ արդարության վերականգնում է։ Եվ սա շատ կարևոր բան է, որ ոնց որ իրենց ամբողջությամբ քարոզություն այդ թվում նաև արտաքին ուժերի հետ, արտաքին դերակատարների հետ, միջազգային կազմակերպությունների եւ այլն կառուցվում է այս սկզբունքի վրա, որտեղ իրենք հղում են անում մի կարևոր բանի։ Եվ Ալիևի խոսքում երեք դա կար։ Ասում է, ախր Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել, որ Արցախը մեր տարածքն է եւ իրան գրաված են եղել։ Այսինքն այդ տալիս է հիմք, այդ թվում նաև ասենք պայմանական եմ էլի ասում, ասենք բան Human Rights Watch-ին կամ Amnesty International-ին, որը գալիս է նամակներ ավարտում, ասում է տղեկ, ազատեք հայ գերիներին, ինքը ասի ախպեր, դատարան եղել է, հա։ Դատարանը ասել է, որ այս մարդիկ հանցագործ են, հա։ Հայաստանը ասել է, որ ինչ որ արել են այդ փաստացի իրանց ասածից բխեցվում է, չէ՞, թե դու ասում ես, որ սա Ադրբեջանի տարածք է եղել, բխում է, չէ՞, որ ինչ որ արվել է օկուպացիա է։ Ուրեմն անողները հանցագործներ, ախպեր ինչ եք ինձանից ուզում։ Անջատողական սեպարատիստներ։ Ահաբեկիչներ են դատում եմ։ Որն եմ սխալ արել, հա։ Այսինքն էլի Հայաստանի դե ֆակտո իշխանությունների նույնիսկ հայտարարությունների մակարդակում արածը դա ամենօր ռեժիմը վնասում է մեր գերի տղեկին։ Էս մեկ։ Եվ ակնհայտ է, որ խաղաղության մասին էլի խոսք չկա։ Այսինքն եթե դու գերի ես պահում, եթե Հայաստանը սաղ ինչքան գերի ուներ տվել է, դաժե Սիրիացի այդպես կոչված Սիրիայից բերված վարձկաններին, որոնք ապացուցված էին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի ռազմավարքով, պաշտոնապես ապացուցված են, որ ահաբեկիչներ են, փողով ահաբեկիչներ են, դու դրանց ես դաժե հանձնել, դու դրա դիմաց չես կարողացել քո տղեկին հետ բերես, ուրեմն դու իրոք խաղաղության գործընթացի մասին այստեղ խոսել ավելորդ է, ավելին հիշեցնեմ 2021 թվականի մայիս, եթե չեմ սխալվում, կամ հունիս Ռաջեփ Թայիփ Էրդողանի եւ իր կնոջ Էմինե Էրդողանի այց Շուշի օկուպացված, որտեղ կամերան ֆիքսում է Էմինեի եւ Ալիևի ու կնոջ զրույցը, որտեղ հիշեցնեմ ինչ է ասում կինը, ասում է գերիներ էլի կան, ասում է հա, քիչ տվեք, դրա ինքնատ ավտոբուսի մեջ, եւ դրա դիմաց ստացեք մնացած իջումները։ Էսի մյուս երկրի նախագահի կինն է ասել, այն կինը, որի հետ տենց ուրախ զվարթ նկարներ են արվում բան։ Մարդը, որը ուղիղ տեքստով ասել որ գերիները դա քաղաքական առևտրի անդոր զիջում կորզելու գործոն է։ Էսի առաջինը, երկրորդ։ Դուք հիշատակեցիք, որ Ալիևը պիտակավորում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը որպես նացիստներ, ֆաշիստներ, իսկ դա արվել է ֆրանսիական լրատվամիջոցով եվրոպական լսանի համար։ Այո։ Որտեվ ինչպես գիտեք, մինչև հիմա նացիստը, ֆաշիստը, որը նույնացվում է դիսկուրսի լեզվով որպես տարբեր բաները, այդ երկուսը ուղիղ բանն է ամենավատ հանցագործի Եվրոպայում։ Այսինքն եթե ուզես մեկին ամենավատ կանխամտածված տերմին է օգտագործել։ Ինքը օգտագործել է հատուկ այդ տերմինը։ Եվ սա էլի շատ վտանգավոր է ոչ միայն մեր ռազմաքաղաքական ղեկավարության, որոնց շուտապույտ վերադարձը իմ անձնական նաև ես համարում եմ բանը, այսպես ասած, կյանքի առաքելություններից մեկը, անկեղծ ես այդ մարդկանց մի խոսքով չեմ ուզում պատկերացնել, էլի ինչի միջով են իրանք անցնում, Բակո Սահակիչից մինչև Լևոն Մնացականյան, իրոք չեմ ուզում պատկերացնել, Ռուբեն Վարդանյան, եւ իրանց բոլորից շուտապույտ ազատում եւ Աստված իրանց տոկունություն տա։ Այդ մարդկանց երբ որ համատում է նացիստների հետ, այնտեղ շատ ավելի վտանգավոր բան է, նախադեպ է ստեղծվում։ Որովհետև եթե դա օքեյ է, այսինքն եթե դա նրանք նացիստներ են, հետևաբար իրենց եւ համատվում է Նյուրնբերգյան դատարանի հետ։ Այո։ Հետևաբար հաջորդիվ հունիսի 8-ի հաջորդ օրը Ադրբեջանը ցանկացած պահին, ցանկացած չափահաս հայ տղամարդու նկատմամբ կարա նույն սկզբունքով հարուցի գործ, եթե այդ մարդը նույնիսկ
Արարատի մարզում ծառայելա զինված ուժերում։ Արցախում չէ, Արարատի մարզում։ Այո։ Որովհետև այդ զինված ուժերը այդ ժամանակ եղել է ըստ Ադրբեջանի եւ դե ֆակտո իշխանությունների Հայաստանի հաստատած դիսկուրսի օկուպանտ ուժի որ ենթաբաժնում, ենթաստորաբաժնում, որամասում է լինես, ուրեմն դու մասես դրա։ Ուրեմն վաղը ցանկացած պահին Ադրբեջանը ցանկացածից վրա կարա հարուցի քրեական գործ։ Հիմնավորի դա նրանով որ Հայաստանն եւս ընդունում է որ ինքը օկուպանտ է եղել ու եթե ուզենա կարա միջազգային հետախուզում հայտարարի։ Եվ ասի աղբեր ջան, այս մարդիկ կեղեքել են, ասի Վարուժան Գեղամյանը 20 տարի ապրել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Ուրեմն ինքը ի՞նչ է։ Նացիստ։ Ուրեմն ինքը ի՞նչ է։ Հանցագործ։ Ուրեմն ի՞նչ է պետք անել։ Դատապարտել։ Ու վաղը Վարուժան Գեղամյանը ասենք թռնում է, ուր ասեմ, Չեխիա, հա։ Չեխիայում Ինտերպոլը ձերբակալում, ասում աղբեր ջան, հեսա քո երկիրը ճանաչել է որ դու օկուպանտ ես, այս երկիրը պահանջում է, յալլա, ադրբեջանական բան։ Այսինքն այս անով նախադեպ աստեղծում իրավաբանները կարող են սա հաստատել, հայ ցանկացած չափահաս տղամարդու նկատմամբ քրեական գործ հարուցելու վրա։ Հարուցելու համար։ Դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներ։ Մի հատ է դրան գումարեք, եթե մի քիչ չգիտեմ, ակտիվ ես, հասարակական, քաղաքական դիրքորոշում ունես, ասում է, այս Վարուժան Գեղամյանին իրոք պետք է տանել բանտ, որտեվ ինքը ռևանշիստ է, էսա էն է։ Իսկ է դրան հիշեցնեմ, որ 2021 թվականից հետո եւ Թուրքիա եւ Ադրբեջանի ռազմական քաղաքական բարձրագույն ղեկավարությունը բազմիցս անդրադարձել է հայաստանյան ազգային ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին վիրավորելով, պիտակավորելով, թիրախավորելով մեզ բոլորիս որպես ռևանշիստ, նացիստ, ծայրահեղական եւ այլն։ Չավուշօղլուն օրը մեջ հարցազրույց էր տալիս 2022-ին դիմադրության շարժումն չէ 22-ին։ Դիմադրության շարժման ժամանակ օրը մեջ հարցազրույց էր տալիս, դա շարժումից հետո էլ, ասելով որ Հայաստանում ծայրահեղականները ուզում են իշխանության գալ, որ խաղաղությունը խաթարեն։ Հիմա ես ուրեմն թիրախ եմ, չէ՞, դուք թիրախ եք, չէ՞։ Ուրեմն այդ պարագայում սա շատ վտանգավոր նախադեպ։ Եվ վերջինը Ադրբեջանը ես ենթադրում եմ, որ առաջիկա ամիսներին մի փոքր մեղմելու է տարաբնույթ հարթակներում իր ռետրոբանությունը մի 3 ամիս որպեսի Բոլնուս պարոն Փաշինյանի չխաթարի քարոզչական այն պատրանքը որեական հիմա արդեն տարածում ունի եւ էլ ավելի է տարածվելու որ խաղաղությունը եւ вообще խնդիր չունենք բայց սրա հետ կապված երկու կետ A հունիսի 8-ի առավոտը այդ ամեն ինչը շարունակվելու է B այս պահին էլ Ադրբեջանի ներսում Թուրքիայի ներսում հակահայկական քարոզությունը հակահայկական ռետորաբանությունը քաղաքականությունը ամբողջ թափով ընթանում A ուղղակի դա տեսանելի է միայն մասնագետներին ովքեր դրանով զբաղվում են ամեն օր ինձ համար ակնոց հավելել որևէ բան չի փոխ բացարձակ ավելին ես կարող եմ պնդել որ 20 թվականից հետո հակահայկական ռետրոբանությունը հատկապես Ադրբեջանում մի քանի անգամ ավելի մեծացել է ծավալներով, քան եղել է 20 թվականին։ Եվ սա պնդում եմ եւ կարամ ապացուցեմ։ Եվ վերջապես մենք ունենք 2020 էլի փորձում եմ այսօր մաքսիմում փաստերով, էլի որ վաղը քննիչները բան հեշտ լինի իրենց գտնել հղումներ, էլի։ Ուրեմն վաղը նկատի ունեմ լուսավոր ապագայում, էլի։ Այդ իմաստով։ Ուրեմն հունիսի 25 թվականի հունիսին հեղինակավոր Middle East Eye պարբերականը իր Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրներին հղում անելով, հիշեցնեմ, այդ են խառը օրերներ, արդեն կաթողիկոսի թիրախավորում եւ այլն, այդ ես ինքս եմ դրա մասին առաջինը գրել, բայց շատ տարածում չունեցավ բարձ պատճառով, գրել էր հղում անելով, այսինքն փաստացի արտահոսքեր կազմակերպել, որտեղ ասել էր բառացի հետևյալ, որ Թուրքիայի նախագահականը կապվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ, խնդրելով հորդորելով վերջիններիս էականորեն մեղմացնել Ադրբեջանի պաշտոնական ռետորաբանությունը Հայաստանի ու հայության դեմ ի աջակցություն եկող տարվա ընտրություններին, այսինքն այս տարվա ընտրություններին դե ֆակտո իշխանությունների քարոզչական գծին։ Middle East Eye 2025 թվական հունիս ամիս, հունիսի 20-ի կոմերնա կամ 10 քանիսի կոմերնա։ Էշտա գտնել է Google անելով, էշտա։
Մենք ունենք չէ այդպիսի բան փաստորեն, որ Թուրքիայի նախագահականը հաշվի առնելով, որ ունի որոշակի տվյալներ, այդ թվում նաև սոցհարցումներից, որոնց հղում էր կատարում Հական Ֆիդանը մի քանի շաբաթ առաջ, գիտի Հայաստանում տրամադրությունների մասին եւ կոչ անում Ադրբեջանին զսպել, Մոդերացիա են իրականացնում, որպեսզի կարողանան Հայաստանում ունենալ այն քաղաքական գործընկերը, որը առավել հարմարն է թուրքական-ադրբեջանական շարունակական ծավալում իրականացնելու համար։ Եվ վերջին արարը սրա Հական Ֆիդանի արդեն հիշատակած հարցազրույցը, որտեղ ՆԱՏՕ-ի տարածաշրջանի եւ աշխարհի կարևորագույն երկրներից մեկը, ինչպիսին է Թուրքիան, իդեմս իր ոչ միայն արտաքին գործերի նախարարի, այլ նախկին բազմամյա հետախուզության պետի եւ ապագա հնարավոր նախագահի հիմնական տեխնացուներից մեկի իշխանական նստում այդ մարդը հարցազրույց է տալիս, անդրադառնում է Հայաստանի ընտրություններին հերիք չի, այլ ասում է մեծ ծանոթ սոցհարցումներով սենց է պատկերը։ Հիմա եթե այդ կերպարը նկարագրածս զբաղվում է Հայաստանի նման փոքր երկրի սոցհարցումներ, ուրեմն այդ անտերը կարևոր է, չէ՞։ Այ բնականաբար։ Ավել բան չեմ ասում ուղիղ տեքստով աջակցություն, որտեղ կոնտեքստուալ աջակցություն է հայտնել, ուղիղ բառը չի ասել, բայց ավելի ուղիղ, բայց հա, բայց կոնտեքստը, եթե մի քիչ երկու բան կարող ես իրար տրամաբանորեն դնել իրար կողք, դու ակնհայտ է որ աջակցություն է, բայց լավ, էդ էլ չեմ ասում, բայց այդ երկրի այդքան հարցերով զբաղված երկրի ղեկավարը նստում է Հայաստանի Ֆիդանի պես բազմազբաղ օրակարգ։ Օրինակ ասում բազմամյա հետախուզության պետը, այսօրվա Սիրիա-Իրաքյան օպերացիաների կոորդինատորը հիմնական։ Ուրեմն ուրիշ բան չունի Հայաստանի սոցհարցումներ պիտի նայի, ընդ որում հələ հարցը այդ սոցհարցումները որտեղից ով է արել, դա մի հատ լրիվ ուրիշ հարց է, իսկ կարող է դա in-house սոցհարցում, այսինքն հենց իրանց արած սոցհարցումն է կամ սոցիոլոգիական հետազոտությունն է, որը այլ ձևով արը, քան հարցումը։ Ամեն դեպքում այդ երկրի այդ տենց մարդ է, տենց դերակատարը նստում է քո հարց, ուրեմն իր համար կարևոր է, չէ՞ քո ընտրությունը։ Բնականաբար։ Ուրեմն այդտեղ էլ ասելիք, անելիք բան, ոնց որ ճունես կասկածելու տեղ ճունես, որ իրեն գործ ունեն իրավիճակի, երբ որ այդ երկու երկրները հակված են որ Հայաստանում լինի այնպիսի ղեկավար, որը շարունակելու է փաստացի չխաթարել, չխոչընդոտել իրականում Թուրքիայի եւ Ադրբեջանի հարավային Կովկասում լիարժեք թուրքական գոտի ձևավորմանը։ Եվ ամենավերջինը ասախոսեմ չէ 80 րոպե պիտի գրալով գնում է վերջին իսկապես եթե մենք նայում ենք ամերիկյան արևմտյան համարյա բոլոր քննարկումները դուք դրա մասին հպանցիկ հիշատակեցիք ուզում եմ այստեղ շեշտադրում անել էլի երբ որ նայում ենք այդ շրջանակների իրական ներքին քննարկումները նրանք որոնք մեզ չեն հասնում լրահոսում կորում է եւ այլն ապա տեսնում ենք շատ բարձ բան Եվրասիայում ձևավորվում է այն ինչ որ թուրքերը կոչում են միջին միջանցք ինչ որ Եվրոպան Միացյալ Նահանգները հիմնականում կոչում են որ արևելք արևմուտք նոր տրանսպորտային լոգիստիկ գիծ որը պիտի խուսափի շրջանցի Ռուսաստանի եւ Իրանի տարածքը ապահովի Եվրոպային էներգետիկ նոր աղբյուրներով կենտրոնական Ասիայից եւ Չինաստանին այս իմաստով կախման մեջ դնի եվրոպական շրջանից դա անցնում է Ադրբեջանի Թուրքիայի տարածքով եւ հիմա որպեսզի այդ կապը հնարավորինս անվտանգ անխոչնդոտ ռուսական ազդեցությունից հեռու լինի եւ միևնույն ժամանակ այդտեղ տեղակայվեն իրենց ներկայացուցիչները այդպիսով ազդելով առավել խոցելի Իրանի վրա դիտարկվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Թրիպը կամ Զանգեզուրը որը օգտագործում է մեծ դեպքում հիմա ուղիղ մեջբերում ամերիկյան վերլուծական շրջանակներից մեկի քննարկումներից որը թուրքական միջանցքի պակասող վերջին բաղադրիչն է։ Այո։ Հիմա այս ես չեմ ասում, այս իրենք են ասում։ Եթե ես բերեմ թուրքական օրինակները, որ իրանք սա անցալում են որպես թուրքական աշխարհի սեփ, հենց դրա համար էլ մեր գիրքը տենց են կոչել, ոնց որ թուրքական Թուրանի ճանապարհի հայկական սեփը։ Տեսնում եք, որ գործ ունենք մի իրավիճակի, երբ որ թուրքական, ադրբեջանական ազգային տեղական շահը համընկրել է այս պարագայում արևմտյան շահի հետ։ Ոչ թե արմենիկացիք վատն են, J.D. Vance-ը սիրուն չի, չգիտեմ էս չէ, պրոստը համընկում ունենք։ Դրա համար կա ակտիվ աջակցություն Թուրքիային այս հարցը առաջ մղելու, որովհետև դա
տեղավորվում է իրենց պայքարի մեջ այն մնացածի դեմ։ Ես չեմ ասում, որ ռուսները, Իրանը եւ այլն, չգիտեմ, այսպետյան։ Ես ասում եմ, որ խաղը պետքա մեծ պատկերացնել։ Եվ այդ մեծ խաղում կողմնորոշվել համապատասխանաբար։